Ոչ մի բան հաշվի չառավ, ոչ մի բան։ Դատավորը հաշվի չառավ, որ Դավիթ Մինասյանը դպրոցական է։ Հաշվի չառավ, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, եւ հաշվի չառավ, որ պատանին եկեղեցի էր գնացել Ծաղկազարդի Կիրակիին պատարագի մասնակցելու, ոչ ավելին։ Այդ օրը ինչ խորհուրդ ուներ։ Հիսուսը գնաց երեխեքին ընդառաջ, մենք ինչի գնացինք, մենք ինչ արեցինք։ Դատավոր Մարտիրոս Մնացականյանի գլխավորությամբ Դավիթին 2 ամսով կալանավորեցին։ Նա Արմավիր քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց, բայց ներս չմտած ուշագնաց եղավ։ Տղային հիվանդանոց տեղափոխեցին, ապա ժամերանց հետ քրեակատարողական հիմնարկ տարան։ Դավիթն առողջական շատ լուրջ խնդիրներ ունի։ Նա չի կարող առանց մայրական խնամքի եւ իր համար նախատեսված ուտելիքի հիգիենիկ պայմանների ապրել։ Բանտում նշում են փաստաբանները։ Ես ընդհանրապես չգիտեմ ոնց կարող են այդ երեխու առողջությունը այնտեղ ապահովել, որտեղ Դավիթի առողջությունը սորական անգամ հիվանդանոցային պայմաններում է դժվար ապահովել։ Ինքը հատուկ ամեն ինչ ունի այնպիսի ալերգիա դեղերից, սնունդից, ամեն ինչից ալերգիա ունի, ինքը թե սնվում է հատուկ սննդակարգով, ստանում է հատուկ բժշկական օգնություն։ Ես չգիտեմ ոնց են ապահովելու։ Աստված մի առասցե, չեմ էլ ուզում պատկերացնեմ, թե ինչ կարա լինի։ Մի հատ վատ նախադեպ արդեն ունեցել ենք։ Աստված մի առասցե։ Դավիթին վերագրվող մեղադրանքները խուլիգանություն եւ պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածները ըստ փաստաբանների որևէ կերպ չեն առնչվում գործի հետ։ 2 անգամ խուզարկել են նրանց տունը։ Գործի հետ կապված որևէ իր չեն հայտնաբերել։ Չնայած հանցակազմ չկար, փաստաբաններն առաջարկում էին խափանման մի քանի միջոց՝ գրավ, տնային կալանք, երկրից բացակայելու արգելք։ Բայց դատարանը կալանավորեց առողջական լուրջ խնդիրներ ունեցող դպրոցական Դավիթին։ Անպայման բողոքարկվելու են, չի մասին է խոսքը։ Դատից հետո Դավիթը մեկ հարց ուներ փաստաբանին։ Ես դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալու եմ, թե ոչ։ Որի պատասխանը ես չունեմ եւ որի պատասխանը ակնկալում եմ եւ դատարանից եւ քննչական մարմիններից եւ ընդհանրապես այս հասարակությունից, ովքեր որ այս երեխեքի ճակատագրի խեղման գործում մեծ լումա ունեցան։ Դավիթն ու զույգ եղբայր Միքայելը պարապում էին, որ բուհ ընդունվեն, պատմում է մայրը։ Նախքան դատավարության մեկնարկը Գայանեն մայրաբար որդուն պաշտպանելու էր եկել։ Նրանք գերազանցությամբ ավարտել են միջնակարգ դպրոցը, նույն կերպ սովորում էին ավագ դպրոցում։ Խնդրում եմ, տվեք ինձ հնարավորություն որպես մայր, ես իմ երեխային տանը իմս գողության տակ, որպես մասնագիտության բժիշկ, տիրություն անեմ մինչև դատարանը իր քննությունը կատարի, ամեն ինչ ըստ օրենքի լինի։ Դատարանն անտեսեց նաև այս խնդրանքը։ 2-ից 5 տարի ազատազրկում է սպառնում պատանի Դավիթին այս միջադեպի համար։ Տեսանյութում երևում է, ինչպես է Փաշինյանի թիկնապահը հարվածում պատարագի մասնակից Մինասյանին։ Ոչ միայն հրել են, գցել են գետին, ընկելած, տեսնում եք տեսայիզում երևում է, որ անգամ ծնոտը ցավում է։ Եթե այս գործում Դավիթ եւ Միքայել Մինասյանները մեղադրյալ են, ով է տուժողը։ Նիկոլ Փաշինյանն ունի արդյոք տուժողի կարգավիճակ։ Փաստաբանը նշեց, գործով տուժող չկա, բայց 2 անձ վկայի կարգավիճակով հարցաքննվել են։ Արդարությունը կհաղթի, այսքան բան։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։